Հա, մեր դեպ կյանքիդ։ Հա։ Ես քեզ շատ եմ հարգում ու սիրում։ Հա, բա ոնց։ Սենց ասեմ, ավելին ասեմ, հորիցս շատ եմ սիրում քեզ։ Չէ, ես չի որ ես լավ բաներ եմ ասում, որ իբր տանվարձը չտամ, տալու եմ անպայման։ Երեք գիշերը վիդեո եմ նկարել, թե ոնց է ասֆալտ փռող ընկերության տնօրենը դուրս գալի փողոցներ, քանդում է փողոցները, որ հետո տենդերը ինքը շահի փող աշխատի։ Հիմա ես շանտաժ կանեմ, այդ նյութը կգցեմ ինտերնետ, ու մի շաբաթվա մեջ քո փողը կբերեմ կտամ։ Մի քանի օրից։ Այսօր։ Լավ, հեսա մի քիչ հետո կբերեմ։ Լավ։ Ես չքաղաքական տերյապկին։ Ասա ինչ ես ամեն ամիս հենց այս նույն օրը զանգում հիշացնում, որ տան վարձը պետք է տամ։ Էլա ես գիտեմ, որ պետք է տամ։ Բայց որ չունեմ որտեղից տամ։ Գարուն է նորից բացվել, ուսենքի պեշացիտ կոմներ են հայտնվել, բայց ուզում եմ ձեզ ասել, որ նոր ժիրո Իվանը մեծ սիրով ենք նկարել, չեն լինի որոշ դեմքեր, ում դուք ուզել եք այս անգամ էլ չտեսնել, ստեղծել ենք նոր կերպարներ, բերման ենք ենթարկել սիրված դերասաններ, վաչելու լեռնի կնին, անանդրան է կամաշանու վիկան, Galician de mi receta no me estima no Giro Iván Giro Iván Մանե, դες Միրոնա վերադարձել։ Կյանքս այդ Միրոն չի։ Ուզում ես ասես, ես իմ ընկերոջ խռոցը չեմ տարբերում 1000 խռոցների մեջ։ Միրո, Միրո, Միրո։ Յովիկ, պեսենջեր պարլուս։ Ալա բաբա։ Հայ աղբերես, երազից մեջ ոնց որ բոմբ կցեին գլխիս է աղբեր։ Յովիկ, դու ստեղ ինչ ես անում։ Վայ Ժիրո, keep calm։ Պապան տնից հանելա, գիշերը թողել է մի օրով ստեղ մնա։ Կյանքս ես գիտեմ, որ դու բարի սիրտ ունես, բայց որ ամեն բոմժի թողնես մեր տուն, ուր կհասնի։ Կյանքս ինքը բոմժ չի, ինքը իմ աղբերն է։ Պապան տնից հանելա, քնելու տեղ չուներ, դուրսներ մնացել, եկավ ստեղ։ Բազում ես բոմժ չի։ Ինչ արել, որ հանելա։ Ուզում էր մամայի ու պապայի ննջարանը, ցերեկները վարձով տար, գիշերները աշխատող հնդիկների ընտանիքի։ Պապան իմացել է տնից վռնդել է։ Իս չի վռնդել է, վռնդել է։ Ես ինքնուս եմ դուս եկե տնից։ Այ ինքնուս, զգացվում է։ Ոյ պերեսով այլ է մեշք։ Լավ, ժամանակ չկա։ Նախաճաշենք գնամ հասկանամ էդ ինչ ապրանք է եկել։ Էդի ինչ ապրանք է, որ։ Որ իմանայի ինչ ապրանք է, չէի գնա հասկանայի ինչ ապրանք է։ Զրո, էլի, լրիվ զրո։ Մի րոպե ես հետ կամ աղբորս հետ կայնել է։ Արես չստիկներս ինչ էլ է։ Ալո, բարև ձեզ։ Այս անկողնային գաղտնիքներ լրատվականն է։ Ուշուստա հիշեցիք ինձ։ Ոչ չհիշեցիք, այն որ ձեր այն մի հեռախոսով ծև ցուցակ եք գցել։ Հիշեցիք, լսեք, մի հատ ուժեղ սկանդալային վիդեո եմ նկարել ձեր համար հատուկ։ Նկարել եմ, թե ոնց է հայտնի քաղաքական գործիչ Հարություն Անդրանիկյանը կնոջը դավաճանում։ Ոնց թե ինքը ամուսնացած չի։ Հապա որ դու ամուսնանա սախորը սաղոնաներում քսած է։ Կլյավ ուզնիկը դուք եք մեծ հանգստացեք։ Տղեկին նայ։ Լավ էսքան արկղերը որտեղից լցվեցին մեր գլխին։ Պարզ չի որտեղից։ Տեսա գրածա։ Հոսին բուտ կոտյա։
Չայ բրսխալ ես կարտում, это գրածա վատասիմա, այնասակու վատիցեմա։ Դու չինարը որտեղից գիտես։ Սեղբեր ջան, չինական դպրոց եմ գնացել բա։ Սովորել է։ Չայ սովորելու մասին ով բան ասեց որ։ 2 օր առաջ եմ չինական դպրոց գնացել, որտեվ սիրածս աղջիկը դասա տալի։ Ես թղթերով տեսնում եմ, որ սա Չինաստանից են ուղարկել ու մեր հասցեն ագերած։ Բայց թե ով է ուղարկել, ինչի է ուղարկել, սխալմունք է եղել թե չէ։ Ու ինչի երեկոր սրա հետևից մարդ չի գալիս։ Իվան, ես ինչքան հարց տվեցիր, կարող է գիտես ինչ որտեղ երբ հաղորդումն է։ Բայց իմացար, ախպերդ ինչ որտեղ երբ հաղորդման գիտակա, նույնիսկ մարմարի արծիվ ունեմ։ Է, մասնակցել հաղթել է։ Չէ, ախպերով դες բան ասեց, հաղթողից եմ խլեմ, հեռնում կեզ։ Այդ գիտակները մենակ ինտելեկտից են, լավ վազելուց 0։ Ձերները կտրուկ։ Կասի ինչ։ Թողեք մտածեմ։ Զգում եք ձայնը։ Դատարկա, բայց մեջը դատարկություն չի։ Չինական վիրուսա։ Հանկարծ չբացեք։ Թո չէ ախպերենը, պարզ երևում այլուր բացենք, նայ ուրեմն մեռնեմ կյանքիդ։ Ուրեմն ես արկղը, որ քառակուսի է, այդ նշանակում է, որ ես քառանկյան բոլոր կողմերը իրար հավասար են։ Ջոկի, մեջն էլ 100% չինական մաշնա է։ Այդ սպասում էի։ Ոնց կարա էլի, ավտոն տեղավորվի այդ փոքր տուփի մեջ։ Հնգրջան խանդում ես, բայց չգիտես, որ չինացի կմի փչովի մաշնեք են արտադրում, մեռնում կեզ։ Ուղեղը տա փչովի։ Ավոր փչովյան, նասոսնուրա։ Հնգեր ինչ ես խոսում ասում եմ, 100% մաշնեն մեջն է, ուզում ես բացեմ նայ։ Չկպնի, դրճտակ, վրճտակ, ես կարգի մեծ տվերներ մեզ ոչ մեկ չեն անի, սա սխալմունք է, ու սրա հետևից մի օր գալու են, սրա մասին ոչ մեկ չպիտի իմանա, որովհետև ես կհայտնվեմ բանդում, իսկ դուք գերեզմաններում։ Մի րոպե, բայց ինչի դու բանտում, մենք գերեզմաններում։ Եթե սրա մասին ինչ-որ մեկը իմացավ, ես ձեզ կսատկացնեմ ու կհայտնվեմ բանտում։ Ավելի լավ է մի բան մտածենք ու սրա տիրուչը գտնենք։ Չեք տեսնում, որ ծուռ է, մի քիչ աջ տարեք։ Բարև ձեզ, գրասենյակային կահույքը դուք եք պատվիրել։ Մի հատ հələ ագրինիցից վակրուկ, հա։ Պարզ չի, որ այս տարածքում մենակ ես կարամ գրասենյակային կահույք պատվիրեմ։ Տարեք ներս, բայց զգուշ եղեք, չվնասեք, թե չէ վնասվածքներով ստեղից դուրս կգա։ Հանգիստ եղեք, տիկին ջան, մենք միշտ զգուշ ենք։ Ոտ ես դեր դուք վստահ եք, որ ձեր ձեռքերը ճիշտ տեղից են աճում։ Ասում եմ ծուռ է, մի քիչ աջ տարեք։ Լավ է։ Չէ, այդքան էլ չէ։ Զգուշ եղեք, մտեք, չվնասեք հանգարց։ Լավ չի։ Ես ինչ հաշիվ։ Երևի ես խաղի համատիրությունն է տեղափոխվել այստեղ։ Ուրես, մեզ դա նայը։ Գնանք ծանոթանալու։ Так, что это у нас? Բարի գալուստ մեր թաղամաս։ Իվան, Գիտեմ, որտեղից գիտեք։ не тупая, պատին գրած է։ Վիներա, Մերկուրի։ Չես խոսում Ժիրո։ Այ, մոլորակներ չեք խաղում։ Որ տենց է Մարս, ամեր գիտեք չէ, Մարսի վրա ջուր են գտել։ Այդտեղ մի դիրեկտիկին վեներա։ Ես այս ռեստորանի սեփականատերն եմ։ Ինքն էլ ախպերս է Ժիրոն։ Ես ավելի սեփականատեր եմ։ Ресторан? Это хорошо։ Ցուցանակը կախենք վերջացնենք, կգամ ձեզ մոտ ընդմիջում կանեմ։ Չեք կարող տիկին Մերկուրի։ Մերկուրի չէ, Սատուրն, ոնց է Չէ, տիկին վեներա, մենք այսօր ձեզ չենք կարող հյուրընկալել, որովհետև մեր ռեստորանում վերահաշվար կա։ Նոր ապրանք ենք ստան։ Չէ, ինչ ապրանք։ Մեր ռեստորանում վերանորոգում է։ Էնպես որ
Ժիրո եւ լյովիկ, գնան, գաջը չորացավ, գնան, հասեք։ Քորոցով, գաճ ջուր։ Հասելու, գնան։ Մի խառնվի Իվան, ամեն ինչ լավ է լինելու, բայց ոչ քո համար։ Ինչա բալես։ Թթվասերն ու կատնաշորը խառնեմ իրար ուտեմ։ Այ տղա, սպասի նայում ունենք։ Բալես, ես քո համար երկու նորություն ունեմ, մեկը վատ, մյուսը լավ։ Վատը էնա, որ ոչ թթվասեր ունենք, ոչ էլ կատնաշոր։ Իսկ լավը էնա, որ բիոկաթը այդ երկուսը խառնել է իրար ու արտադրում է։ Ուտենք։ Էս մամայի համար։ Էս պապայի համար։ Էս Իվան հոպարի համար։ Էս էլ Ալվարդի համար։ Ալո, բարև ձեզ, Մաքսայինն է։ Կարող եմ մի բան հարցնել։ Կարող է ձեզ մարդ հազանգել, ում ապրանքը կորել է։ Չէ։ Իսկ կարող է Չինաստանից զանգել ասել են ապրանքը տեղ չի հասել։ Չէ։ Լավ, իսկ ասենք, եթե մի ֆուր ապրանք եմ գտել, ում զանգեմ։ Ոստիկանություն, այնտեղից էլ ասել են ձեզ զանգենք։ Ալո։ Ալո։ Մեկը մեկի վրա է գցում։ Իվան, սոսինձը դուր։ Ար։ Մի րոպե, սոսինձն ինչ ես անում։ Դու չասեցիր, ապրանքը մերը չի, պիտի տիրոջը գտնենք։ Հա, Հա մենք էլ հայտարարություն ենք սարքել, որ կպցնենք մարդիկ գան գտնել։ դուք լրիվ գժվել եք, ինչ եք անում։ Նա դե Ժիրո ջան, լավ էլի ախպեր, որ ասում ես Իվան անշնորհակալ է, պիտի վայրի։ Բադու ձենը տորին, Չհանես, թող մնա։ դուր սոսինձը։ Վահի, Մի հանի թող մնա։ արեստև, Իվան։ այսենց շատ լավ, ոչ մի տեղ էլ չես գնա, ես ձեզ ասել էի, չէ, ոչ մի բանի չկպնեք, էդ ապրանքը ապորինի է, են համատիրությունն էլ բերել են դիմացներս, դուք տեսակ է տիկին Վեներային, նա որ սկսեց քիթը խոտել մեր գործերի մեջ, մեզ նորից կարող է փաթեթավորել դնեն այդ արտղերի մեջ ու հետ ուղարկեն Չինաստան։ Լովիկ ադբոյ։ Զգուշ եղեք։ Համատիրության պետի սենյակ եք կահավորում վերջը։ Մի քիչ հայրենասիրություն դրսևորեք։ Վերջացրինք, տիկին Վեներա։ Не спешите. Ես պետքա ստուգեմ։ Լավա։ Դե մենք գնանք։ Կուդա, հələ նստեք բազմոցին։ Նստեք։ Ես ձեզ հազար անգամ ասել եմ, 3-ը 4-ի լուսանկար բերեք, ոչ թե 3-ի 4 հատ լուսանկար։ Ինչ նկար, ինչ եք ուզում։ Նիչիվո, պրոստը ստուգում է, եթե մարդ գա մոտս բազմոցի նստի, հարմար կլինի աշխատելը թե ոչ։ Փաստորեն հարմար է։ Ուշունց, ես ինչ ես անում։ Ոնց ինչ եմ անում։ Նկարում է, որ համայն հայությանը ցույց տամ, թե ոնց եք հարկատուների հաշվին ձեր սենյակը կահավորում։ Այդ եմ նկարում, ինչ եմ նկարում։ Во-первых, հարկատուների հաշվին չէ։ Это мой личный աշխատավարձ։ Համել մի հատ այդ կամերա տանջատի, հասկանանք ինչ ես ուզում։ Մենք երևի գնանք, այս բազմոցն էլ իրա վրա փորձենք։
Նստի։ Չեմ հասկանում, այս համատիրությունը թե ինչա։ Դուք այս բակի փոսերը տեսել եք, անձրևա գալիս լողանալով ենք ասնում, կամ աղբահանությունը, առնետները այնքան են շատացել, դեպքով արդեն ճանաչում ենք իրար, այն օրը նույնիսկ մեկը պարկով փող էր ուզում, կամ վերելակի խնդիրները, այս ոնց ենք լուծելու այս ամեն ինչ, Նախ եւ առաջ այս շենքում վերելակ չկա։ Երկրորդն էլ ուր գնացի, դու հայտնվեցիր այդ բակում։ Քո կլաուզաները ին վրա չեն ազդի։ Հələ ինձ կոնկրետ ասա ինչ ես ուզում։ Տիկին Վեներա, ճիշտն ասած, վարձով եմ ապրում, տանտերը շանտաժի լեզվով ինձ ասում է, որ եթե վարձը չտաս, հանելու եմ տնից։ Զզվում եմ այդ, որ շանտաժով են խոսում այդ տականքները։ Դու գոնե դրա մասին մի խոսա։ Տիկին Վեներա իմ պրոֆիլով աշխատանք կարող է իմ համար լինի, գիտեք էլի իմ մասնագիտական հմտությունները, գնամ իմ համար խելոք իմ քրտինքով փող աշխատեմ։ Хорошо, շունց։ Գործ կա։ Այս դիմացի ռեստորանը մի տեսակ դուրս չի գալի։ Կասկածել են իրանց պահում։ Մի հատ էլ թակուն մտի այդտեղ, տես ինչ են անում, ինչով են զբաղվում։ Ահա, բալես։ Հեսա ես ու դու լանչ կանենք։ Երկուսիս էլ սպիտակուցա պետք։ Ալվարդ։ Մանե, վեր կա ցակնվի մեյքափարա գալիս եմ։ Ալվարդ ջան, քո գալը առանձնապես տոն չի, որ հագնվեմ ու մեյքափ անեմ։ Մանե, գալիս եմ գնանք բժշկի։ Ես ուզում եմ, որ ինքը նայի իմ աչքերի մեջ ու ասի, որ դու տղա ես ունենալու։ Ալվարդ, դու քեզ վատ ես զգում։ Տոքսիկոզդ կանցնի կգնանք։ Հա, այս պայն թողել է, հիմա լավ է, մի խոսքով գալիս եմ։ Լավ, մինչև քո գալը ես հաց կուտեմ։ Իդեպ գիտես ինչ եմ ուտելու։ Սս լավաշը դրել եմ, վրան լցրել եմ խտացրած կաթ, զեյթուն, կիլկի, լիքը վասաբի, սենց բրդուճը կծում եմ, այդ կիլկի սոկը խմում եմ։ Այ մանե։ Ալվարդ։ Այս լավ պրոդուկտը թողած պիտի այդ քրինջ բանը ուտեի։ Ժիրո ջան, ես զարմանում եմ արևս։ Ոնց կարաս, ասենք, այդ Իվանի հետ համաձայնվես քեզ աղբերը լինի։ Լուրջ եմ ասում մի անգամ էլա լեզվին տվե, այսպես լեզու քաչելու եմ նես ցակեմ, որ սես թողեմ ճապա պատի։ Այ աներոջ ցակ, հետո աղբոր մասին ես տենց խոսում։ Լովիկ ես ինչա։ Ինչնա ինչ տավիր պլոմբս պոկիր։ Դրա հետ չէ։ Հասկացա։ Էս են նոր բացված օնլայն խանութն է, Global Shop-ը։ Երևի տարբեր մարդիկ ապրանքներ են պատվիրել, խառնել են հասցեն մեր մոտ են ուղարկել։ Խառնել, հին թե նորմալ բան ուղարկեի, նայակ բերես ինչ զիբիլանոթը։ Էս ինչ։ Լսպասի Google-ով նկարեմ թարգմանեմ։ Չսպասես, այս կասեմ։ Այնա մի րոպե։ Կինոներում տեսին։ Լավ։ Էսա թարգմանեց։ Լվացքի փոշի է։ Ինչ ես ասում։ Ավտո։ Բայց փողը բաց։ Ժիրո ախպեր, ասում եմ մենակ ես ու դու գիտենք էլի, որ էսի լվացքի փոշի է, կարող է ոչ մեկին բան չասենք սրա մասին, լավ թանկով ծախեն գնա, Ինչ է կանում, մարը։ Մեկ չունեք, իրան ա բացվել։ Աղբորս քրֆեց։
Տավի բերնին։ Ընկավ արկղը գետնին։ Մենք էլ ապրանքները բերելով մոտեցնելով սեղանին նայում ենք տեսնենք մեջը ինչ կա, ինչ չկա։ Կա տոնածառի խաղալիքներ եւ այլոք։ Իվան ախպեր, հիմա բացվեց, լնայի մեջ ինչեր կան։ Ասում եմ, այս ապրանքները կարանք ցրենք հարևանների մեջ, լավ փող աշխատենք, մերնեմ քս։ Հրես դուք լրիվ հիվանդ եք։ Հրես դες չասի արկներին չկպնեք։ Հրես ապրանքը էստեղ ա, ապորինի։ Հրա։ Ապորին։ Հրես ապրանքը, որ մենք ոճառենք կգան մեր հետևից։ Դե գալիս են թող գան։ Մինչև իրանք գան։ Մենք այս ամեն ինչը կծախենք, կհարստանանք, մարդը մի հատ աղրանիկ կվարձենք։ Հարգելի հետևորդներ, հենց հիմա Երևան քաղաքի սրտում այս 3 ները զբաղվում են թմրանյութի ապօրինի շրջանառությամբ։ Դուք հենց նոր լսեցիք, թե ինչպես են նրանք պատրաստվում այս ապրանքը ցրել հարևանների միջև։ Հարգելի ոստիկանություն, ես իմ կյանքի գնով բացահայտեցի այս հանցավոր խմբավորումը։ Ձեզ զեկուցեց ձեր մշտական հաճախորդ, ձեր խոնարհ ծառա, Ղազար ու Շունցը։ Մի հատ հանգստացի։ Այս քո մտածածը չի, այս սովորական լվացքի փոշի է։ Լիմոնի ամով։ Ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Վիդեոում լրիվ ուրիշ բան է երևում, տղեկ ջան։ Ախր այ Շունց ջան, դու ամեն ինչ սխալ ես հասկացել։ Ես հասկանում եմ նենց, ոնց որ ինձ է ձեր տալիս։ Ստեղ ապօրինի գործողություններ եք անում։ Այս բառը դարձրել եք Էսկոբար։ Չէ։ Ուղղակի քերիս ապրում է Չինաստանում, իմացել է, որ երեխա եմ ունենալու։ Լիքը նվերներ ա ուղարկել, ասենք լվացքի փոշի, խառը բաներ։ Իվան, ես ամեն օր ավականունիստ եմ նայում ու լիքը կռուտիտներ եմ սովորել, այս որ քո ասածը իմ մոտ հեքիաթ է։ Այս ապօրինի գործողությունները հենց հիմա կհրապարակեմ, թող բոլորը տեսնեն այստեղ ինչով եք զբաղվում։ Ոչ։ Այսինքն արի ուրիշ ձև լուծում տանք այս հարցին։ Դու ինչ ես օրինակ սիրում կյանքում շատ։ Այս հարցը հետաքրքիր է ինձ։ Շատ սիրում եմ Այվազովսկի։ Այվազովսկի 9-րդ ալիքը։ Այվազովսկի 20000-րդ ալիքը։ 11 հատ։ 220,000 դրամ։ Մինչև երեկոյին ժամանակ դուր ու այդ արվեստի գլուխգործոցը կլինի քո մոտ։ Ժամանակը գնաց։ Բայց իմացար ինչ եղավ։ Հեմ մութեղի մամար լրված է, մեկ էլ սեզ մետ փայլուն միտք եկավ։ Ասում եմ ես արկղերի մեջ ապրանքը հանենք սիրուն ծախենք, արկղերը նույն ձևի թող իրա տեղը մնա, մեկը Իվան ախպերը շատ է իմանալու մեջի ապրանքը կա թե չէ։ Գովիջ, ես քո վրա զարմանում եմ։ Անպայման պետք է դույլով գլխիդ խփեմ, որ նոր սկսես մտածել։ Ես ինչ ասի։ Շունց ջան, ոնց պայմանավորվեցինք։ Կամ ունես 2 ժամ, կամ 12-ից 15 տարի։ Դու որոշի։ 2 ժամ, 2:60 րոպե։ Ուրեմն լսեք ձեզ ինչ եմ ասում։ Ես գնում եմ բանկ 220,000 դրամ վարկ վերցնեմ, ձեր հանճարեղ մտքի տակից դուրս գամ։ Իսկ դուք վեր եք ընկնում այստեղ ու ոչ մի բանի ձեռ չեք տալիս։ Լավ։ Լավ։ Ես գնում եմ շենքով ֆռամ, տեսնեմ ով լվացք չի արել։ Տանեմ այս լվացքի փոշիները առաջարկեմ։ Դու էլ ես քարը տար կողքի շին հրապարակ։ Մարդ ես էլի, մարդ ես։ Կարող է շինարարներին պետք է։ Հրապես մտքովս չի ասում ով կարա Չինաստանից քար պատվիրի օրս ծարը վրա։ Ես արդեն հասել եմ ինչ-որ ռեստորան, Ժիրո Իվան, հա ոնց որ։ Դե դու միջև գաս ես կպատվիրեմ։ Սա ռեստորան չի։ Չէ։ Մի սեզոն շուտ պետք է գայիք։ Մենք արդեն փակվել ենք։ Լավ, ոչինչ, ես կսպասեմ միջև դուք բացվեք։ Որովհետև այսօր ըստ նումերալոգիայի ես 5 եմ։ Դուք նումերալոգիայից ընդհանրապես հասկանում եք։ Ահա,
Պարզա, ես տենց է գիտեի, որ չէ։ Ուրեմն, պատմեմ։ Ինչա նշանակում 5-ը։ 5-ը նշանակում է, որ ես անցած կյանքում եղել եմ իտալացի սենատոր։ Իսկ իտալացի սենատորին ինչա պետք։ Այո, պիցա, պաստա, կապուչինո, ֆրապուչինո։ Դրա համար եկել եմ ձեզ մոտ։ Լավ, հիմա արագացեք այդ բերեք, որովհետև իմ ընկերուհին ա գալի։ Իսկ իմ ընկերուհին 7 է այսօր։ Դուք արունոց թեյք ունեք։ Տիկին ջան, միակ բանը, որ հիմա կարանք ձեզ առաջարկենք, այդ լվացքի փոշինա ու քարով աղցանը։ Oh my god։ Ջում հավատում։ Էս են աղի լամպան ա, որ ես ուզում եմ։ Հիմա պարզա ով է քար պատվիրում։ Սա սովորական քար չի։ Էն որ ինքը դիմադրողականությունն է բարձրացնում, այդ հեչ։ Ինքը ամբողջ բնակարանը մաքրում է այդ տեխնիկայի ճառագայթներից։ Դու կարաս հանգիստ քնես, քո աուրան էլ է մաքրում։ Ես քարը հորս օր։ Այո, կարող է ինձ վաճառեք։ Իմ համար գումարը ընդհանրապես խնդիր չի։ Ինչքան է։ 220,000 դրամ։ 220,000 դրամ։ Ես մի հատ զանգեմ։ Մի րոպե։ Ալո, պուպսիկ, լսի շատ հարցեր մի տուր, հա, շտապա, 220,000 դրամ կփոխանցես քարտից։ Քար եմ առնելու։ Ինչ քար։ Աղի քար։ Փաստորեն դու ինձ էլ չես սիրում, հա։ Okay։ Ես գիտեմ, որ սիրում է։ Հաշիվը ասեք փոխանցեմ։ Իսկ կարող է լվացքի փոշի էլ ուզեք, շատ լավն է։ Ինչ լվացքի փոշի։ Լիմոնի համով մակարդակ։ Լիմոնի։ Ընդհանրապես թանկ չի, 300,000 դրամ։ Միրոպ։ Այ։ Ալո։ Պուպս։ Ես ձեզ ասում եմ, ոչ մի բանկ ինձ վար չտվեց, հեսա ձեր պատճառով էդ ուշունցը ինձ կտանի բանտ կնստացնի, բայց դուք նենց եք բռվել երջանիկ ժպտում եք իրար, ոնց որ հիպոթեկը փակած ամուսնական ծույկ ըլնեք։ 18, 43, 64, 72, Ինչ ես խոսում, ուշունց։ Քարտից թվերն եմ ասում, ինչ եմ ասում։ Կամ կարակ պրինցիպի կանխիկել տակ։ Իսկ ապարիկ չի լինի, փող չկա։ Օպա, այս իմենը սիրած սցենարն է։ Հիմա զանգում եք բարեկամներին, հարազատներին, աղբերներին, ծաղին զանգում եք հաջողականին, որովհետև հանդիպելու եք 15 տարի անց։ Յորը, էլի ուշունց։ Էսա շուտով երեխայում ունենալու։ Բայնը ասա լավություն եմ անում, այ աղբեր։ 15 տարի կնստես կելնես, երեխետ արդեն մեծ երեխա կլինի։ Ֆոնդի փողա, անքում գիշերներա, կեղտոտ տակդիրներա, այդ ամեն ինչի կմնա անցյալում։ Հրապարակում։ Քարտիդ վերջին թվերն էլ ասա։ 0006։ Նստեց, այլ չի, երկար ասում, լավ։ Պատապեմ ապրեք, բախիրից եմ երկար ասում, ապրեք։ Լմի րոպե։ Ես երկար ենք սպասելու, հա։ Ինչի մեծ աղբեր։ Ասում է ինչի։ Որ այդ վիդեոն ջնջես ուժունց։ Հա, այդ ջնջածա մեծ աղբեր, մի անհանգստացի։ Մի խոսքով լավ էր ձեր այդ գործ ունենալը, դեր կհանդիպենք աղբերներ։ Օրոքտեմ ես ձեզ։ Ժիրո, այդքան փող քեզ որտեղից։ Լվացքի փոշին եմ ծախել։ Լվացքի փոշով այդքան փող դուրս չեր գա։ Դե ով ասեց, որ մենակ լվացքի փոշին եմ ծախել, այնտեղ մանր-մունր 1000 մի մանրուք։ Այս չի ասել, ոչ մի բանի ձեր չտոք, այդ մեր ապրանքը չի։ Իվան, Ժիրո ջան, ես աղբերը դիցիոն շնորհակալ է հորս սոր է որը։ Ուրեմն մենք արկղերը բացենք, մեջից թմրանյու դիճացնող փոշին գտնենք, իրան գցենք կրակի մեջ, հետո վիզ դնենք բերդից ազատենք, որ չնստի, ու հետներս սենց խոսակ մեջ։ Իվան, հավատա ես շատ լավ պահա, արի ես ապրանքը ծախենք, լիքը փող աշխատենք։ Չեն կարա ծախենք, այդ մեր ապրանքը չի։
Դասական ապուշելի օրս։